Գրիգորյան, այսօր վարչապետը արդեն գրառում արեց այն մասին, որ պետք է ինչ-որ խումբ հանձնաժողով ձևավորվի և այդ հանձնաժողովը պետք է զբաղվի կաթողիկոսին, ինչպես ինքն է ասում, վեհարանից դուրս հանելու հարցով։ Ողջունում եք վարչապետի այս նախաձեռնությունը։ Միանշանակ։ Այդ հավատացյալների իրագրածը վերաբերում էր հայ առաքելական եկեղեցու հետևորդներին, հավատացյալներին։ Կարող քաստինգին դուք էլ մասնակցեք։ Չէ։ Դուք ողջունում եք։ Հավատացյալ չեք։ Հավատացյալ եմ հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Բա ինչ։ Քաղաքական իմաստով ի պաշտոն է չեմ ուզում մասնակցել այդ մասը։ Իսկ դուք ինչ օրինակ ձևավորվեց այդ խումբը կամ հանձնաժողովը, պարոն Գրիգորյան, դուք տեսեք ողջունում եք, ասում եք, որ միանշանակ աջակցում եք վարչապետին այդ հարցում։ Դուք պատկերացնում եք ինչ մեթոդով են կաթողիկոսին հանելու վեհարանից։ Ճիշտ ասած չեմ պատկերացնում այս պահին, բայց ընթացքը ցույց կտա։ Անպատկերացնելին եք ողջունում։ Ես պատկերացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում առաքելական եկեղեցին պետք է ունենա առաջնորդ, որը ենթարկվում է եւ այն ուխտերին, ինչը որ ինքը իր արժեվ դրվել է, եւ այն աստվածաշնչին, ինչը որ պետք է առաջ տանի եւ ինքը պետք է լինի հավատացյալ եւ այսօր վարչապետի գրառման մեջ կար նաեւ, որ պետք է մարդը լինի գոնե մեծ պահքը պահող, գոնե ուխտերը չխախտող։ Բայց դա ով է պարզելու, դա ոնց է պարզվելու, պարոն Գրիգորյան։ Դե այդ ընթացքը ցույց կտա։ Մենք իմանանք, դուք հավատացյալ եք, թե համակուր էակ է, որ ինքը ձևավորի հանձնաժողով։ Եվ ընտրի Դուք այդպես եք կարող։ Վարչապետը չի ձևավորում, վարչապետն ասում է, հավատացյալները ինքն էլ կարող է լինել որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այո, բոլորս բոլոր հավատացյալները, բոլոր հայ առաքելական եկեղեցու հետևորդները, այո, իրավունք ունեն իրենց խոսքը ասելու, այո, իրավունք ունեն իրենց կարծիքն ասելու։ Օրինակ վեհափառին վեհարանից դուրս հանեք ուժով։ Իհարկե ոչ, վեհարանում աղոթում են, վեհարանում ուժ չեն կիրառում եւ ես այո հորդորում եմ ցանկացած հավատացյալ ժողովրդի, ովքեր կմասնակցեն այդ process-ին, հորդորում եմ եկեղեցու ներսում որևիցե այլ գործողություն չանել, բացի աղոթք անելուց։ Աղոթելով հանելու եք կաթողիկոսին։ Աղոթելով չենք անելու, աղոթքը այնտեղ մենակ աղոթք են անում։ Դե չգիտեմ կաթողիկոսն այնտեղ ինչով է զբաղվում, բայց ընդհանրապես հավատացյալ ժողովուրդն այնտեղ աղոթք են անում։ Պարոն Գրիգորյան, որ ասում եք իհարկե ոչ, այսքան ուժով դա բան չեք անում, իսկ հնարավոր է շրջապատեք օրինակ մայրաթոռը, ինչ մեթոդներ։ Տեսեք, դուք հարցը ձևակերպում եք, հնարավոր է շրջափակեք, ես ասեցի ի սկզբանե, որ ես ի պաշտոնե չեմ մասնակցելու Տեսեք, այստեղ քաղաքական հարց չի քննարկում, այստեղ քննարկում է հավատավոր ժողովրդի հարցը, հավատավոր ժողովուրդն այստեղ իրենց խոսքը ասելու եւ այդ քաղաքական չի, որ ասում եք դուք գնաք Առաքելական եկեղեցու հետևով, օրինակ եկեղեցին շրջափակելով եւ այնտեղից կաթողիկոսին հանելով, այս մեթոդով նրան հեռացնել օրինակ ձեզ համար որպես առաքելական եկեղեցու հետևորդի ընդունելի սցենար է։ Ճիշտ ասած, բոլոր սցենարներն են ընդունելի, որը որ կխթանի Հայաստանի Հանրապետության հայ առաքելական եկեղեցու եւ եկեղեցու հետևորդների կամքը, ինչը կարտահայտի նրանց կամքը, ըստ էության եւ Հայաստանի Հանրապետության առաքելական եկեղեցու հետևորդները, հայ առաքելական եկեղեցու հետևորդները իրենք ունեն իրենց կարծիքը եւ իրենց կարծիքը արտահայտելու հնարավորություն։ Օրինակ դուք միանաք այդ օրը եկեղեցու։ Ոչ, ես մեկ անգամ էլ ասել եմ, ասում եմ ու ելի ասելու եմ, եկեղեցու ներսում ուժ կիրառելն անթույլատրելի է։ Եկեղեցու ներսում միայն մարդը մտնելուց հոգևոր հաղորդություն է ստանում, աղոթք առաքում առ Աստված։ Բայց շրջափակելը չեք բացառում։ Ես չգիտեմ ինչ ընթացք, ինչ զարգացում կունենա։ Հիմա դուք ասում եք, ոնց որ ես պետքա կանխագուշակեմ, թե վաղը ինչ անելու հավատացյալ ժողովուրդը։ Հնարավոր այդ մեթոդների մասին Ես չգիտեմ, հավատացյալ ընդունելի կլինի հավատացյալ ժողովուրդ։ շրջափակելը։ Ինձ համար ընդունելի կլինի հավատացյալ ժողովրդի առաջ յուրաքանչյուր քաղաք։ Պարոն Գրիգորյան, Բացի իհարկե բռնությունից։ ձեր կարծիքով ինչու հիմա առաջացավ իշխանության եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի մոտ բարձել որոշ եկեղեցականների անձնական կյանքի առանձին դրվագներ, նաեւ կաթողիկոսի երեխա ունենու
հալու հանգամանքը կամ չունենալու հանգամանք ինչու առաջացավ։ Եվ օրինակ դուք գիտեք կաթողիկոս ունի զավակ թե չէ։ Տեսեք, ես մի հստակ բան գիտեմ, որ այդ հայտարարությունից հետո որևիցե ժխտում այդ մասով չեղավ, եւ եթե կար նման բան, բայց եթե չկար նման բան կարային օրինակ տարբեր մեթոդներ եւ մեկը դիմեին դատարան, որից հետո եթե կպարզվեր, որ մենք Հակոբյան չեք տեսնում նկարում եք, որ եթե դրանից հետո մենք տեսնենք, որ ինչ-որ բան մենք սխալ ենք ասել, ես անձնապես, եթե ինչ-որ բան ավել եմ ասել կամ պակաս, եթե այդ պարզվեր, ես պատրաստ կլինեի ներողություն խնդրելու, բայց եթե պարզվում է ըստ երևույթի ես արդեն իսկ համոզվում եմ, որ կա նման բան, որովհետև այս ընթացքը ցույց է տալիս, ես իմ համար այդ շատ անընդունելի է ու այդ խայտառակություն է։ Իսկ դրանից հետո որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ վստահաբար եկեղեցի հաճախում եք։ Պատարակտելի եմ գնում ամեն կիրակի։ Կարող եք ասել եկեղեցին չուլան է թե ոչ եւ դուք անձամբ տեսել եք կառավար ինչպես Փաշինյանները եկեղեցում եւ կոշուկներ։ Տեսեք, ես եկեղեցում շատ բաներ եմ տեսել, քանի որ ես ապրում եմ Նորատուսում, այնտեղ եկեղեցիները բազմազան են, շատ են, կներեք բազմազան արտադրության համար։ Տեսեք, մեր եկեղեցին Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը այս վերջում վերակառուցվեց, այնտեղ ժամանակին օրինակ սովետի ժամանակ պահեստ էր, պաների պահեստ էր։ Դրանից հետո մեր օրերում, արդեն այս անկախության օրերում, այնտեղ քարուքանդեր, ինչ կառավատ չկար, բայց կար ինչ ասես, մենք ամեն օր այնտեղից զիբիլ էինք հավաքում, ամեն օր թաղի ժողովրդով հավաքվում, զիբիլ էինք հավաքում, որպեսզի այդտեղ, բայց այնտեղ միշտ աղտոտվում էր, այդտեղ, չգիտեմ, շինանյութի մնացորդներ էին բերում, ոնց որ սարքել էին բան։ Ես նախ շնորհակալություն եմ հայտնում այն բարերարներին, ովքեր կառուցեցին այդ եկեղեցին։ Չէ, ես ասում եմ նոր անկախ Հայաստանի ժամանակ այդ եկեղեցին կառուցվել է 2018-19 թվականին է բացվել եւ այնտեղ օծման համար էլ խնդիր կար, այսինքն մայրաթորից չէին գալիս օծելու ըստ խոսակցությունների մակարդակի եմ ասում էին գումար են պահանջում, որպեսզի գան օծեն, բարերարները չէին պատրաստվում այդ գումարը տալ, հետո այնտեղից ինչ-որ մարդիկ եկել էին, որ խաչքար տանեին, 5-րդ դարի խաչքարի մասին է խոսքը, թաղի բնակչությունը դուրս եկավ փողոց չթողեց, որ այդպիսի խաչքար տանեն, դրանից հետո, բայց չգիտես ոնց գիշերվա ժամի մեկ էլ հասկացանք, որ այնտեղի խաչքարը ըստ էության չկա, հիմա այդ մասին մենք մարդիկ կան, ովքեր զբաղվում են հասկանալու համար որտեղ է խաչքարը, դրա համար ես ինչ որ ավելյալ բան չեմ ասի, մինչև հասկանանք որտեղ է այդ խաչքարը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարի, դուք ողջունելու եք։ Չէ, ձեր հարցադրումը ճիշտ չէ, ինչ հայտարարի, տեսեք, եթե ցանկացած ղեկավար եւ ցանկացած կուսակցության ղեկավար, ցանկացած խմբակցության ղեկավար, ցանկացած թիմի ղեկավար ինչ-որ հայտարարություն անում, ինչ-որ պահի քննարկվում է այդ, ինչ-որ պահի քննարկվել է այդ եւ այս պահին վարչապետի այս ասացին ողջունում։ Ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, ողջունել եք։ Այդպես չեմ կարող ասել, որովհետև չեմ հիշում։ Հայտարարությունները շատ են։ Միանշանակ։ Իսկ հապարի բառապաշարը, որը օգտագործվում է, բովանդակությունը հասկացանք, որ Վարչապետի բառապաշարը շատ մեղմ է, շատ մեղմ է։ Ամփելը ի՞նչն է մեղմ։ Կներեք, այդ բառը շատ եք սիրում կրկնել, բայց ասեմ, այո, շատ մեղմ է այդ ասած, որ մարդիկ այսքան տարիներ ստելով, խաբելով Հայաստանի Հանրապետության հավատավոր ժողովրդին, հույզերի հետ խաղալով, այդ բառը ասում եմ ավելի մեղմ է։ Չեմ ուզում այլ բառ ասել, որը հետագայում կդառնա քննարկման առարկա, բայց այդ ասածը շատ մեղմ է։ Այդպիսի բառեր օգտագործողը կարող է ճիշտ ընդհանրություն կատարել կաթողիկոսի թեկնածուի, այդպիսի բարեվարկության հարցը գնահատել կամ տվյալ Տեսեք, հոգևոր կյանքով ապրող մարդիկ եւ աշխարհիկ կյանքով ապրած մարդիկ տարբեր են իրենց բառերի ընտրության մեջ եւ ցանկացած աշխարհիկ մարդ կարող է ասել բառ, որը աշխարհիկ կյանքում օգտագործվում է, բայց հոգևորականները գոնե իրենց բառապաշարին ես չեմ տեսել, որ դուք կոնկրետ լրագրողական հանրությունը այդպիսի բառեր է օգտագործում։ Էթիկապես ինքը ոնց է գնահատելու մարդկանց բարեվարկությունը։ Օրինակ ասենք, որ աշխարհի գերտերությունների ղեկավարների մոտ թարգմանեն Նիկոլ Փաշինյանի այդ գրառումը եւ այդ թվում եւ այդ բառը, ձեր մոտ ինչ որ հարց չի առաջանա։
ինչ եք կարծում հիմա որ բոլորը չգիտեն, այդ հարցի այդ բառը այդ ինչ մի տրագեդիոն բառա, վայ ասալա Ժորժան քանաները հոգևորականներն ինչ բառ ասես օգտագործում են, բայց ես չեմ տեսել լրագրողական հանրությունը որ գնա ասի, լսի եղբայր, ղեկավարի մասին է խոսքը, մենք հաշտում ենք երկրի ղեկավարի։ Երկրի ղեկավարն ասել է շատ մեղմ, Ավելի կոշտ Իսկ լինել։ օրինակ դուք ինչ բառ օգտագործեիք։ Դե հիմա չեմ, եթե տեղը լինի ժամանակ լինի, ես էլ կօգտագործեմ, կտեսնենք, ես այտենց քաշվելու, ամաչելու այդպիսի բան չունեմ, եթե բառը ասում ես պատասխանատու ու հաստատ ասելուց հետո չես մտածես նոր ասելուց հետո չես Իսկ մտածում։ պարոն Գրիգորյան, մտահոգություն չունեք, որ այս նախաձեռնությունը կամ այս գործընթացը կտապալվի եւ հետագայում կմնա այն ինչ դուք ձեր թիմակիցները դուք արեցիք։ Այսինքն մտահոգվեմ, որ հավատացյալ ժողովուրդը ինչ-որ բան է ուզում անի, ստացվում կամ չի ստացվում, հարցը ճիշտ չէ, Ժորժան։ Հավատացյալ ժողովուրդը ով է վարչապետը գրառումներ է արել։ Հիմա դուք ուր եք տեսել այդ աջակցությունը, որ հավատացյալ ժողովրդի անունից հիմա այստեղ հայտարարություն եք անում։ Ես հավատացյալ ժողովրդի անունից հայտարարություն անում եմ այն հավատացյալ մարդկանց մասին, ովքեր ես շփվում եմ, ովքեր մշտապես եկեղեցում պատարակների են մասնակցում, ովքեր իրականում իրապես հավատացյալ են։ Ես անհամբեր սպասելու մասին բան չեմ ասում եմ, որ դրանց մոտ էլ կա պահանջ, որ եկեղեցին վերջնականապես վերադարձվի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եկեղեցին վերջապես վերադարձվի հավատացյալին, ոչ թե ինչ-որ մարդիկ իրենց սեփական բիզնեսը սարքեն։ Վազգեն առաջինը այն ժամանակ ասում էր եկեղեցին դա հավատացյալների խումբն է, ովքեր հավատավոր ժողովուրդ են, ովքեր հավատում են։ Հիմա մեր օրերում ասում են եկեղեցին մերն է։ Ինչ եք խոսում։ Կարծում եք հաջողությամբ Ասել են քահանաները բացեք եթերները։ Ես չգիտեմ ինչ հանգուցալուծում կստանա, բայց ամեն դեպքում այս պահին այդ գործընթացն է իրականացվում։ Բայց հաջողությանը ձեր հավատում եք այս նախաձեռնությանը։ Ժորժան, դուք անընդհատ ասում եք, որ ես ասեմ հա մեր հաջողության, մեր չէ, հավատավոր ժողովրդի։ Այո, լավ հավատացյալ մասի մի մաս ես լավ կներեք այդպես կասեմ մի մասի չէ մեծ մասի կասեմ Բայց ո՞նց եք չափել։ ասեմ ոնց եմ չափել հիմա երբ դուք գնում եք պատարակի տեղում մասնակցում է 50 հավատացյալ եւ 50 հավատացյալներից 49-ը ասում են որ գործընթացը ճիշտ է դուք գնահատում եք մեծամասնություն թե փոքրամասնություն Գրասենյակում են այդ 50 հավատացյալները ասել Պատարակի, եկեղեցու պատարակին հավատացյալներ։ Այդպես մին այ պետք է հստակեցնել որ Հավատացյալները եկեղեցում են, ԿՊ գրասենյակում չեն։ Դե նայելու է ոնց հարցադրումը ասում է հավատացյալների պատարակի ժամանակ ասում է ԿՊ գրասենյակում։ Այդ լուրջ է։ Չեմ լսել դրա համար ճշտում հիմա վատա որ հստակեցնում են որ ճիշտ է Բոլոր պատարակներին, բոլոր եկեղեցիներով այցելեք, զրուցեք, որ նոր պարզեք, թե չէ մի եկեղեցում կարող է 100-ից 10 ձեր կողմն է, բայց 90-ը ոչ։ Ուզում եմ ասեմ, ո՞նց եք չափում։ Քանի եկեղեցում եք այդ հարցում արել։ Ես եկեղեցում հարցում չեմ անում, ես հավատացյալների մոտ իսկ ինչ եք կարծում, չենք շփվում։ Բոլոր մոն ես Մոն վառողը դեռ չի նշանակում, որ ինքը հավատացյալ է։ Չէ, բա ոնց եք արել, Խոսում եք, շփվում ենք, մենք էլ հայ առաքելական եկեղեցու հավատավոր ժողովուրդ ենք, մենք ես էլ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, շփվում եմ հավատացյալների հետ։ Անցած պահը մեծ պահքին Միջև վերջ պահել եք 49 օր։